Ուրեմն եկեք ավարտենք այս պարագրաֆը եւս մի շատ օգտակար ալգորիթմով։ Ենթադրենք տված են ինչ որ վեկտորներ v1, vm եւ մի հատ էլ առանձին վերցած u վեկտոր, բոլորը տրված են ինչ որ n չափանի տարածության մեջ, ինչ որ դաշտի վրա։ Պարզել, արդյոք u-ն կարող է ներկայացվել այդ v1, vm վեկտորների գծային կոմբինացիայի տեսքով եւ եթե այո, գտնել այդ գծային կոմբինացիան, բացահայտ գրել։ Այ դուք հավանաբար հիշում եք, որ այսպեսի խնդիր մենք, այսպեսի հարցի մենք բախվել ենք, օրինակ, երբ որ անցման մատրիցն ենք ուսումնասիրում, երկու հատ փոքրիկ բազիս էինք վերցնում, J1, J2, J1, J2, ասենք թե J1, J1 վեկտորը, որպեսզի արտահայտեինք J1, J2-ով մի հատ մեծ համակարգ ենք գրում, հետո մի հատ էլ համակարգ գրվում էր J2-ի համար, համակարգերը լուծվում էր, ստացվում էր։ Այսինքն համակարգերի լեզվով ընդհանրապես ասած հնարավոր է այս հարցը լուծել, բայց չափազանց անհաջող ալգորիթմ կստացվի, որտեղ եթե ենթադրենք 10 չափանի տարածության մեջ, որպեսզի որոշենք մի հատ վեկտորը ոնց է արտահայտվում, 10-ը 10-ի վրա համակարգ պետք է գրել, ինչ ավելի թեթև բան չկա արդյոք։ Տեսեք, ալգորիթմը ինչ է ասում։ Վերցրեք դեպք առաջին։ Ենթադրենք մեր տարածությունը ինքը fn-ն է, պարզագույն դեպքը։ Այդ դեպքում թե u-ն եւ թե v1, vm վեկտորները կարելի է գրել որպես էնյակներ։ Վերցնենք այս էնյակները եւ շարենք կողք կողքի սյուների տեսքով։ Բլոկ մատրից ստացանք, որտեղ նայեք u-ն նստած է ամենավերջում։ Այս մատրիցը ստացվեց։ Իսկ եթե v-ն fn-ը չի այլ տարածություն է, ասենք, չգիտեմ, մատրիցներից է բաղկացած, բազմանդամներից, այդ դեպքում ինչ ենք անում, դարձյալ իր մեջ նշում ենք բազիս, մտցնում ենք կոորդինատական համակարգ, կոորդինատական համակարգում u եւ v1, vm վեկտորները իր կոորդինատական էնյակները գրում ենք եւ այդ էնյակները կրկին շարում ենք այսպես սյուն առ սյուն։ Այսինքն A մատրիցը ստացվեց, A մատրիցը երկու դեպքում էլ ունենք։ Բերենք A մատրիցը որևէ աստիճանաձև տեսքի տարրական գործողություններով։ Եթե վերջի տողը այդ ստացված աստիճանաձև տեսքի գագաթային է, այսինքն գագաթ է պարունակում, ուրեմն մենք ասում ենք, որ u-ն չի կարող ներկայացվել որպես այս վեկտորների գծային կոմբինացիա, վերջակետ process-ը ավարտվեց։ Եկեք մինչև առաջ գնալ, հələ եկեք այսքանը ապացուցենք, նոր առաջ գնանք, հա։ Ինչի է դա այդպես, որովհետև ինչ է նշանակում, որ b-ն, այս u-ն սրանց գծային կոմբինացիա է, նշանակում է գոյություն ունի մի հատ x1 գործակից եւ այլ n գործակից, որ x1 անգամ այսքան, գումարած եւ այլ xn անգամ այսքանը հավասար է այս սրան։ Այդ չի նշանակում, որ այս x a հավասար է b համակարգը լուծում ունի։ Հիմա եթե ես ասում եմ, որ վերջի սյամ մեջ ոչ զրոյական, կներեք, վերջի սյամ մեջ գագաթ կա, նշանակում է ասում եմ, որ այս համակարգը լուծում չունի, այսինքն այս իրավիճակը գծային կոմբինացիան չի կարող լինել։ Սա մեծ հիմնավորում է, թե ինչու է ճիշտ այս մեր մասը։ Հիմա հակառակը, վերջի սյունը գագաթային չի։ Նշանակում է գծային համակարգը լուծում ունի, այսինքն գծային կոմբինացիա կարելի է գտնել։ Տեսնում եք, այդ դեպքում գործակիցները գտնելու սենց մի հատ շատ պարզ ձև եմ առաջարկում։ Առաջարկում եմ այդ դեպքում վերցնել, այդ դեպքում նախ մատրիցը, այդ R-ը, կամ որ նույնը A-ն, բերել իր բերված աստիճանաձև տեսքին եւ այդ բերված աստիճանաձև տեսքի մեջ հետեւյալ գործողություններ անել։
Եթե իր գագաթները J1, J2 երրորդ սյուներում են կանգնած, ապա վերցնեմ այն վերջին վերսկզբի տրված վեկտորներից V J1, V J R երրորդները, գրեմ սենց։ Հետո վերցնեմ այդ RRF-ի մեջի, այսա մեր RRF-ն է, չէ, ասենք թե վերջիսյան առաջի R կոորդինատները ստեղ C1 եւ այլն CR։ Այս վերջիսյան մեջի ամենավերևի R հատիկ կոորդինատները։ Այդ կոորդինատները բերեմ շարեմ այստեղ։ Արանքը դնեմ գումարման նշաններ։ Դա կստացվի ու-ի գծային ներկայացումը դրանց տեսքով։ Այստեղ սրամտությունը նրան մակայանում, թե ինչի հենց այս C1 CR-ը ստացանք, այն պատճառով ստացանք, որ եթե մենք Գաուս-Ժորդանի միջոցով մեթոդով աճ մաս տանեինք ազատ փոփոխականները, կմնային ձախում միայն գագաթային փոփոխականները, ուստի ես սրանք գագաթայիններն եմ տեսեք գրած։ Ու եթե մենք ազատ փոփոխականներին բոլորին զրոյական արժեք տայինք, հեշտ է տեսնել ինքնուրույն ստուգեք, որ այդ դեպքում մաքուր այս C1 CR-ն են, որ կստացվեին արժեքները։ Եկեք օրինակների վրա կիրառենք։ Վերցնենք ու վեկտորը, որը սա է, եւ V1, V2, V3 այս 3 հատիկ վեկտորները, որոնք բնակվում են 4 չափանիշի R4 տարածության մեջ։ Շարել եմ, տեսեք, այսա, այս V1, V2, V3-ը սենց եկել են ստեղ, ու-ն էլ նստել է ամենավերջում։ Այս մատրիցը եկել հասել է աստիճանաձև տեսքի։ Ով է ուզում ասել, ստեղից ինչ է բխում։ Հնարավոր է ներկայացնել։ Ապրեք։ Հիմա շարունակում եմ, բերում եմ RRF տեսքի։ RRF տեսնել այսա է։ Հիմա ստեղ գործի մեջ մասնակցում են գագաթային են որ սյուները, առաջի, երկրորդ։ Ստեղ գրում եմ V1, V2։ Նայում եմ ռանգը ինչքան էր մեր մոտ։ Ռանգը 2 էր։ Ուրեմն նայում եմ վերջի սյան առաջի երկու տարրերը։ Երկու տարր ստեղ է գրած, երկու վեկտոր էլ ստեղ է գրած։ Վերցնում եմ սրա առաջի գործակիցը, բերում գցում եմ այստեղ։ Տեսնում եք, այդ -1/3 եկավ տեղ։ Վերցնում եմ այս երկրորդ գործակիցը, դրան էլ բերում եմ, տեղադրում եմ այստեղ։ Ստացվեց ուն հավասար է -1/3 V1 գումարած 2 V2։ Ալգորիթմը եղավ, գրեցինք մեր տված ու վեկտորը դրանց տեսքով։ Մի հատ sense դրվագ էլ ավելացնենք, երբեմն մարդիկ ասում են, բայց չէ որ մենք ձեզ խնդրել էինք ոչ թե V1 V2-ի գծային կոմբինացիայով ներկայացնենք, այլ V1 V2 եւ V3, բա ասում է, ուր է V3-ը չկա ձեր գործի մեջ։ Եթե դենց պահանջ մեզ ներկայացնեն, մենք ինչ կանենք։ Դե կա ուղղակի 0 գործակցում։ Պակասող վեկտորները, եթե պետք է, եթե մեզից պահանջվում է, զորով ավելացնում ենք սա, դիմացից գրում ենք 0։ Եղավ սենց ներկայացում։ Խնդրեմ հարցեր այս ալգորիթմի վերաբերյալ։ Տեսեք, եթե մի քիչ էլ ուրիշ վեկտորներ վերցնենք, ու-ի փոխարեն մենք վերցնենք ու շտրիխ վեկտոր, որը հենց այն վերևի վեկտորն է, միայն մի կոորդինատով է տարբերվում։ Այդ դեպքում աստիճանաձև տեսքը ստացվում է սա, ու մենք եզրակացնում ենք, որ ինչ։ Լուծում չունի, չի կարող ներկայացնել։ Խնդրում եմ ինքնուրույն կնայեք նաև ահա այս օրինակը, որը մի քիչ ինչ որ հավելյալ դրվագներ ավելացված, մեր բազմանդամները, մեր վեկտորները, տեսեք, բազմանդամային վեկտոր են, J, ասում է ինքը արդյոք F1, F2, F3-ի գծային կոմբինացիայով ներկայացվում է։ Այդտեղ վերցրած է բազից, ստացված է սա, ստացված է S, եւ ստեղից է ստացված է այս գծային կոմբինացիան։